Ինչու աստվածային արդարությունը չի գասեցներ ամեն ամմեղի դարաբանքը։ Սիրելիներ, այսօր մենք պիտի խորհրդածենք մեր հոգևոր կյանքի ամենակարևոր եւ կարևորագույն եւ ամենակննարկվող թեմաներեն մեկուն անմեղի դարաբանքի մասին։ Եթե Աստված արդար է եւ սիրող, ինչու կթույլատրե, որ անմեղները դարաբան։ Ինչու աստվածային արդարությունը չի գասեցներ ամեն անմեղի դարաբանքը։ Այս հարցը տարեր շարունակ դանչած է մարդկությունը եւ հաջող գասկածի տակ դրած Աստծո բարությունը։ Այսօր պիտի փորձենք գտնել այս հարցերու պատասխանները Սուրբ Գրքի եւ մեր հավատքի լույսի տակ։ Ինչու աստվածային արդարությունը չի գասեցներ ամեն անմեղի դարաբանքը։ Նախ հասկանանք դարաբանքի խորհուրդը։ Սիրելիներ, մեր կյանքի մեջ դարաբանքը անխուսափելի իրականություն է։ Ավելին, հաճախ կտեսնենք, որ դարաբանքը կպատուհասե անմեղներուն, մանուկներուն, արդարներուն, անոնց, որոնք ոչ մեկ չարիք գործած են։ Այս դիտարկումը կհառաջացնե խորունկ հարցեր Աստծո բնույթի մասին, իր արդարության եւ սիրո մասին։ Եթե Աստված ամենակարող է, ամենակետ է եւ բարի, ինչու կթույլատրե, որ այսքան անմեղ դարաբանք գոյություն ունենա։ Այս հարցը, որ հաճախ կգոչվի չարիքի խնդիր, դարեր շարունակ սպաղեցուցած է աստվածաբաններուն, փիլիսոփաներուն եւ հասարակ մարդոց մտքերը։ Մեր քրիստոնեական հավատքը գուտա այս հարցին հատուկ պատասխաններ, որոնք կհիմնվին Սուրբ Գրքի ուսմունքներուն վրա։ Աստվածային արդարության եւ անմեղ դարաբանքի խորհուրդը ըմբռնելու համար նախ պետք է անդրադառնալ մարդու ազատ կամքին եւ մեղքի անգումի հասկացողություններուն։ Աստված իր անսահման սիրով ստեղծեց մարդը իր պատկերով եւ նմանությամբ, դալով անոր հատուկ շնորհ եւ ազատ կամք։ Այս ազատությունը մարդուն հնարավորություն կդար սիրելու Աստծուն եւ ընտրելու բարին, բայց նաեւ մերժելու անոր կամքը եւ ընտրելու չարը։ Աստված չստեղծեց չարը։ Չարը ոչ թե էություն է, այլ բարիի բացակայություն է։ Աստուծո հեռանալու արդյունքն է։ Երբ մարդը Ադամ եւ Եվան ընտրեցին անհնազանդությունը Աստուծո, ուտելով արգելված բդուղեն, անոնք մեղք բերին աշխարհ։ Ծննդոց 3-րդ գլուխը կնկարագրե այս անգումը, որու հետևանքով մարդը գործընծուց Աստծո հետ ունեցած իր ուղագի գաբը, յանքի ծառը եւ դուրս քշվեցավ դրախտը։ Այս անգումը ունեցավ համընդհանուր հետևանքներ։ Մեղքը ոչ միայն աստեց առաջին մարդու վրա, այլև փոխեց ամբողջ ստեղծագործության բնույթը։ Աշխարհը, որը ստեղծված էր կատարյալ, մեղքի պատճառով ենթարկվեցավ բդության եւ դարաբանքի։ Մահը մտավ աշխարհ եւ մարդկային բնույթը աղավաղվեցավ։ Հետևաբար, անմեղի դարաբանքը ոչ թե Աստծո կողմէ ուղղակի պատիժ է, այլ մեղքի եւ մարդու ազատ կամքի սխալ օգտագործման հետևանք։ Մենք գաբրինք աշխարհի մեջ, ուր չարը գոյություն ունի մարդու ընտրության պատճառով։ Աստվածային արդարությունը եւ գթությունը։ Աստծո արդարությունը պետք է հասկանալ որպես իր սրբության եւ բարության դրսեւորում։ Աստված չի գնար համագերվել մեղքին եւ չարին, քանի որ ան ինքը սրբություն է։ Եթե Աստված ուղղակիորեն գասեցներ ամեն դարաբանք, անիկա պիտի խախտեր մարդու ազատ կամքը, որը ինքը բարգեված է։ Անիկա պիտի նշանակեր, որ մարդիկ պիտի դառնային ռոբոտներ, զրկված ընտրության ազատութենեն։ Աստված չի գամենար ստիպողապար ստեղծել աշխարհը, ուր չարիք չկա, այլ գուզե, որ մենք գամավոր կերպով սիրենք իրեն եւ ընտրենք բարին։ Աստուծո արդարությունը կներառի նաեւ իր անսահման գթությունը եւ ողորմությունը։ Թեև մեղքը բերավ մահ եւ դարաբանք աշխարհ, Աստված չլքեց մարդկությունը։ Իր անսահման սիրով անուղարկեց իր միածին որդին Հիսուս Քրիստոսը, որբեսի փրկե մարդկությունը մեղքի եւ մահվան քերիշխանութենեն։ Քրիստոսի խաչի վրա մահը եւ հարությունը մեզ դվին հույս, հավիտենական կյանք եւ դարաբանկեն ազատվելու լույս։ Այսպիսով
Աստված չի գասեցներ ամեն ամեղի դարաբանքը անմիջապես, որովհետև անիգա գհարքե մարդուն ազատ գամքը եւ անիգա գնգերանա մեղքի համընդհանուր հետևանքներուն։ Սակայն ան գուդա մեզի ուժ դարաբանքը դանելու հույս դուրս գալու անոր մեջ են եւ վերջնական խոստում աբակա եւ դարաբանք չպիտի ելա։ Դարաբանքը որպես փորձություն եւ հոգեվոր աճի միջոց։ Թեև դարաբանքը սարսափելի է սիրեիներ, քրիստոնեական հավատքը գտիդե զայն նաև որպես հոգևոր աճի եւ զտման միջոց։ Սուրբ Գիրքը բազմիցս գհիշե, որ Աստված գթույլադրե փորձությունները մեր կյանքի մեջ, մեր հավատքը ամրապնդելու, մեր բնավորությունը գերդելու եւ մեզի իրեն ավելի մոտեցնելու համար։ Օրինակ, Հակոբոս 1:2-4 համարները գսեն. Իմ եղբայրներ, ամեն ուրախություն նկատեցեք եւ զանազան փորձություններու մեջ գինակ, գիտնալով թե ձեր հավատքի փորձը համբերություն կհարաճացնե։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որբեսի կատարյալ եւ լիագադար ըլլակ, ոչ մեկ բանի գարիք ունենալով։ Նույնիսկ ամեղներու դարաբանքը գրնա հոգևոր իմաստ ունենալ։ Անիգա գրնա դառնալ ուրիշներու համար վկայություն հավատքի, դիմացկանության եւ հույսի։ Դարաբողները գրնան դառնալ մխիթարության աղբյուր ուրիշ դարաբողներու համար։ Աստված նաեւ գխոստանա, որ անիգա ամեն բան բարի գվերած է անոնց համար, որոնք Աստված կսիրեն, Հռոմայեցիս 8:28 եւ սա կնշանակեր, թե Աստված գուզե որ մենք դարաբանքի կամ դարաբինք, այլ թե նա գրնա նույնիսկ ամենածանր բահերը օգտագործել մեր բարիքին համար։ Հիսուս Քրիստոսի դարաբանքը պատասխան է մեր դարաբանքներուն։ Անմեղի դարաբանքի խնդրին ամենախորունկ պատասխանը գտնվի Հիսուս Քրիստոսի դարաբանքի մեջ։ Աստված ինքը իր որդին միջոցով մտավ մարդկային դարաբանքի մեջ։ Հիսուս Քրիստոսը լալով ամեր եւ կատարյալ Աստված մարդ գամավորապես դարաբեցավ եւ մահացավ խաչի վրա մեր մեղքերուն համար։ Եսայի մարգարեությունը 53-ը գսե. Անիգա իսկապես մեր ցավերը արավ իր վրա եւ մեր ցավերը ինքը գրեց, բայց մենք անոր մեղավոր, Աստուծմե զրկված եւ նեղված նկատեցինք։ Բայց անիգա մեր հանցանքներու համար վիրավորվեցավ, մեր անօրենություններու համար չարթվեցավ, մեր խաղաղության բադիժն անոր վրա էր եւ անով վերքերով մենք բժշկվեցանք։ Դեր Հիսուսի դարաբանքը ցույց կտա, որ Աստված անդարբեր չէ մեր ցավերու նկատմամբ։ Անիգա ինքը ըսկաց մարդկային դարաբանքի ամբողջ ծանրությունը։ Իր դարաբանքով Դեր Հիսուս ոչ միայն հաղթեց մեղքին եւ մահվան, այլ իր մով օրինակ տվավ, թե ինչպես կարելի է դարաբանքը դարձնել բրգության միջոց։ Իր խաչի վրա մենք կտեսնենք Աստծո սիրո եւ արդարության միացուլումը։ Անիգա արդար է, քանզի մեղքը բաժվեցավ, եւ սիրող է, քանզի բադիժը ինքը գրեց մեր փոխարեն։ Քրիստոսի դարաբանքը մեզի գուտա հույս, որ մեր դարաբանքները զուր չեն։ Անիգա գահաղորդե կամ գհորդորե իմաստ մեր ցավերուն եւ կհնարավորե մեզի մեր ցավերը միացնելու Քրիստոսի դարաբանքներուն։ Այսպիսով մեր դարաբանքները գրնան դառնալ հոգևոր բդուղներ տալու միջոց։ Վերջնական պատասխանը ամեղի դարաբանքի խնդրին կգտնվի Աստծո խոստումին մեջ, նոր երկինք եւ նոր երկիր ստեղծելու մասին։ Աստված պիտի վերջնականապես վերացնե ամեն չարիք, դարաբանք եւ մահ։ Հայտնություն 21:1-5 համարները կնկարագրեն այս հույսը, գսե եւ տեսա նոր երկինք եւ նոր երկիր, որովհետեւ առաջին երկինքն ու առաջին երկիրը անցած էին եւ ծով չկար, եւ տեսա Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը, որ գիչներ Աստուծմե երկնքեն, պատրաստված որպես հարս իր ամուսնույն համար զարդարված։ Եվ լսեցի մեծ ցայն մի երկնքեն, որ գսե. Ահա Աստուծո բնակությունը մարդոց հետ, եւ անիգա անոնց հետ պիտի բնակի, եւ անոնք անոր ժողովուրդը պիտի ելան, եւ Աստված ինքը անոնց հետ պիտի ելա, անոնց Աստվածը։ Եվ անիգա պիտի սրբե անոնց աչքերեն ամեն արցունք, եւ մահ պիտի ելա
Պիտի չլա այլևս ոչ սուկ, ոչ աղաղակ, ոչ ցավ պիտի լա, որովհետև առաջին բաները անցան։ Սա է մեր վերջնական հույսը, սիրեիներ, եւ Աստծո արդարության վերջնական դրսևորումը։ Մենք գաբրինք անգադար աշխարհի մեջ, ուր չարիքը, դարաբանքը դեռևս գոյություն ունի, բայց մենք կսպասենք այն օրվան, երբ Աստված պիտի վերացնե բոլոր անարդարությունները եւ պիտի հաստատե իր գադարյալ թագավորությունը։ Այն օրը բոլոր հարցերու պատասխանը պիտի ստանանք եւ բոլոր ցավերը պիտի բուժվին։ Որպես եզրակացություն, սիրեիներ, ասեմ, որ Աստվածային արտարությունը չի գասեցներ ամեն ամեղի դարաբանքը, ոչ թե որովհետև անգարող է կամ անդարբեր է, այլ որովհետև անգահարկ է մարդուն ազատ կամքը։ Դարաբանքը մեղքի համընդհանուր հետևանքն է։ Դարաբանքը կրնա դառնալ հոգևոր աճի միջոց։ Աստված ինքը դարաբեցավ Քրիստոսի միջով եւ վերջնականապես Աստված պիտի վերացնե ամեն դարաբանք եւ արդարություն պիտի հաստատե իր թագավորության մեջ։ Այս ըմբռնումը մեզի գուտա հույս եւ ուժ դարաբանքի թեմ կանգնելու։ Մենք չենք դարաբիր մենակ։ Աստված մեզի հետ է մեր ցավերու մեջ եւ սիրով ու շնորհով գխիտարե մեզի։ Ամեն։